Ամփոփենք այս տարվա գյուղական հաղորդումները։ Այս տարի մենք նոր մեկնարկ արեցինք։ Շրջեցինք գյուղերով, տեսանք բնության խաղաղությունը, հանդիպեցինք մարդկանց ջերմ ժպիտներին, վայելեցինք երեխաների ուրախությունը և զգացինք այն յուրահատուկ ջերմությունը, որը տալիս է գյուղի կյանքը։ Եկեք միասին վերապրենք այս տարվա լավագույն պահերը։ Ոնց որ լավ հետաքրքիր զրույց եք ունեցել, տրամադրությունները բարձր է։ Ուրեմն 87 թվին դպրոցն ավարտել եմ, հետո կինոտեխնիկում եմ սովորել Երևանը ռեժիսորական, 89 թվին գնացել եմ սովետական բանակ, հետաքրքիրն էր, որ Լորվա մարզից մենակ ես էի, Լեհաստան եմ ծառայել, մեկ էլ մի 30 հոգի նոյեմբերյանից։ Իրար հետ ոնց որ մեր Լորվա բարբարով ասած բութ արինք, իրար մեջքի տվինք, որպես զենյակներ էլի։ Ուրեմն ֆիլմը նկարահանվել է 81-2 թվականին, այդ ժամանակ ես 11 տարեկան եմ։ Դպրոցում ճամբար կար, խաղում էինք, մեկ էլ եկան ասեցին, որ Երևանից մարդիկ են եկել, լիքով դերակատարի են մանգալի։ Տենց երեխեքով հավաքվեցին, գնացինք դպրոց, ուսուցչանոց։ Մենք տեսանք ծանոթ դեմքեր, Ստոր Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան։ Հա։ Դեն ժամանակ, ասենք Արմեն Ջիգարխանյան լսել էինք ֆիլմերը, դիտել էինք Ստոր Սարգսյանի Նահապետը, Ձորի Միրոն, բոլորը դիտել էինք, էլի Արմեն Ջիգարխանյանից այն ժամանակ հիշում եմ ես անորսալի վրեժառուները, գներ սերիալներ, չէ՞ ամառային արձակուրդներին անընդհատ ցույց տային, այդտեղից ճանաչեի, գիտեի։ Հետո որ Սոսը առաջի հարցը ինձ տվեց, ասեց, դու ինչ գիրք ես կարդացել, ասեցի Գրիգոր պատմվածքը։ Ու պատճառն է տեղավ, հետո իրանք տարան Երևան, Երևանում արդեն հայ ֆիլմ ստուդիա որ գնացինք, ամբողջ Հայաստանով մեկ ման էին եկել, 7 հատ Գրիգոր էին ընտրել։ Ու Հայաստանի տարբեր տեղերից։ Մի փոքր դրվագով հանդես եկանք, ասենք ես իմ բարբարով, նոյեմբերանցում իրա բարբարով, լեննագանցին իրա, թենց բնական էր, որ Դիթումանյանի ծնդավարի, չէ, ասենք բարբարի պահով եմ ասում, թենց ինձ ընտրեցին այդ ֆիլմը։ Օրինակ դուք այն ժամանակ փոքր եք եղել, ձեր համար խորթ էր այդ դժվար տեսարաններում նկարվել, խփելու տեսարան, ճնշվելու տեսարան։ Իմ հետ նեզ մարդիկ են եղել, որ դժվար ահեր չի եղել, որովհետև ինձ բացատրել են դեղարեժիսորները Սերգեյ Իսրայելյանը, Հենրիկ Մալյանը, երեխա եմ ելել, բայց նենց բացատրել էին, որ ստացվեր, օրինակ են փրշտալու տեսարանը, որ փրշտում ես, չէ, դեր մի քիչ վարվելություններ պետք է չէր ստացվում, բայց էլ իրան շնորհիվ մի կերպ ստացվեց էլի դից։ Եթե անկեղծ այդ ֆիլմում իմ համար երևի ամենատպավորիչ դերը ձերն էր, որովհետև շատ բնական է։ Ես զարմանում եի այդ տարիքի երեխա ու այդ ձևի պրոֆեսիոնալ մոտեցում, ամեն ինչ բնական, անգամ դերասանական ինչ որ բան չէր երևում, որը հիմա մեր ֆիլմերում շատ է, երևում է որ բնական չի, դերասանությունը, բայց ձերը երևի դուք հենց դրա համար էլ եք ժողովրդի կողմից շատ սիրվել, որ ամեն ինչ բնական է եղել ու այդ տարիքում այտենց բնական ուղղակի զարմանալի է, բրավո ձեզ դրա համար։ Իսկ մի հարց տամ ձեզ, օրինակ ֆիլմից հենց անձամբ դուք ինչ հիշողություններ ունեք եւ որ դրվագն է ձեր համար ամենահիշվողը եղել։ Ֆիլմից, ասենք, գիտեք, երբ հասկացա, որ ինչ մարդկանց հետ եմ խաղացել, հիվանդության տեսարանը որ կա, որ Գրիգորը մահանում է, վերջին պահերը, դե բոլորին գրիմ են անում, արտասունքներ սարքեն, դեր Ստոր Սարգսյանի փորձեցին, որ գրիմ անեն ու արտասունքներ սարքեն։ Ուրեմն 4-5 անգամ փորձեցին այդ դրվագը, փորձեցին որ արտասունքներ սարքեն, Ստորն ասավ պետք չի։ Ու իրական ոնց որ 4 անգամ են մարդը իրական լացեց, հա։ Արդեն այդտեղ զգացի իր մեծ մարդը լինը, մեծ տաղանդը լինը։ Բայց գիտեք, չէ, երևի դուք միակ դերասանն եք, ով մի ֆիլմով ամբողջ հայ ժողովրդին ճանաչելիություն ունեցավ։ Մենակ չասեք, որ լացել են սա հայ ժողովուրդը։
Ես կարծում եմ 99%, օրինակ ես, օրինակ Այն մի տոկոսն էլ երևի ես նայեք, օրինակ ես որ նայել եմ այդ ֆիլմը, իմ մոտ այնքան հույզեր է առաջացել, որ ասում եմ, ես երեխուն վերցնում են, տանում են Վրաստան, այդ բազազարտեմը, այն որ ասում եմ ձեռս ճարելներ կգա այդ բազազարտեմին կծեծե։ Ասում ոնց էլ ես երեխույց սենց ա վարվել։ Ախր գիտեք ցավը որն է, դեմել Հովհաննես Թումանյանը որ գրել է, հենց նույն չի գրել, չէ՞։ Հիմա էլի գիկորներ կան, էլի միտքը եղել է, հենքը եղել է։ նույն ձև էլի համբոները իրանց գիկորներին տանում են քաղաք, կամ Խոպան, Ռուսաստան, կամ եսին մի։ Ու անում են նույն բանը, ավելի վատ։ Այն որ բազարն ասեր 4 տարի պետք է փող չտամ, եթե ուզում եք իմանալ ինքը պետք է փողը տա, չէ՞, որ սովորում ենք։ Հիմա էլ նույնն է, էլի մարդիկ գնում են, շատերը քաշված գալիս են, շատերը չէ ուզենալ, բայց գիկորի ճակատագը լինեն արժանանան։ Իրական կյանքից է էլի վերցված։ Բայց կյանքը կցանկանա որ չլինեն էլի։ Մեծ ու փոքր Արդեն քանի տարի եղավ։ 82 թվից մինչև 25 թիվը։ Գիկորներ չլինեն իրական, ես մի փոքր ազգս մի քիչ խաղաղ ապրենք, ամենքը իրանց կյանքով լավ լինեն, առողջ լինեն, ամենքը իրանց նպատակներին հասնեն, ոչ պատերազմին։ Ժոդասեն, Չելենտանո, Իմ ամենասիրելի արտիստներն են, համ Իրան եմ շատ լսել, համ Իրան եմ լսել, մի քանի ամիս առաջ Սոֆիա Ռոտարո, Անա Պուգաչովա, դամեր ժամանակների լեգենդներն էին, մինչև հիմա դեռ ես իրանց երկերն եմ լսում։ Ես ավելի շատ թեքված էի դեպի իտալական, դեպի ֆրանսիական այդ կոմը, հա, Lasciatemi cantare, հա։ Բայց այս վերջերս Ժոդասենի երգը իր ամենահայտնի է Si tu n'existes pas։ Ես հայրենասրի ոչ թե թարգմանեցի, այլ հայերեն բառեր գրեցի, մոտավոր իմաստային մոտիկություն, բայց իմաստային թարգմանություն չէր։ Ու եթե կհետաքրքրի երգը մի հատ ձեր կարծիքը հետաքրքիր է, էլի։ Սիրում եմ եսել եմ բալեշչիկ էլի տենց է մեր հին տաղանդների։ Հա, մի հատ Թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց սեր միայն ակ ու անցավ, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում, լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, որ քեզ չկորցնեմ, թե չլիներ իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու, առանց քեզ միայն ակ ու լքված, ասա իմասն իմ ապրելու, թե չլիներ իմ կյանքում, կապրեի օրերս անիմաստ, կանձրևեր իմ հոգին անընդհատ, կզգար կորուստդ մոտեցող, մնա միշտ իմ կյանքում։ Ու այդպես էլի չգիտեմ, ապրեք շատ։ Դուք ապրեց։ Այնքան ուրախանում են, որ լավ մարդիկ գնահատում են։ Շատ լավ, նորմալ, ասենք իմ սրտի, իմ ուզած երգերից մեկն էր դա։ Սուրճը դսեղում մի այլ համ ունի, թե բնության շունչն է մեղմացնում, թե գիքորի ներկայությունն է սեղանին ավելացնում միտակություն, բայց մեր հանդիպումը այստեղ միայն անցյալին նայելու համար չէ, հիմա խոսելու ենք նաև ներկայի մասին, Ալբերտ Ղուլինյանի ժառանգության շարունակության մասին, ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում նրա թոռնիկին, ով արդեն 7 տարեկան է և միգուցե մի օր էլ նա կերտի Գիգորի դերը, բայց արդեն դրական վերջաբան ունենալով։ Իսկ Համով ջան, քո անունը ի՞նչ է քաղցը։ Արտուր։ Դու քանի տարեկան ես։ 7 7։ Իսկ դուք որ ֆիլմում նկարվել եք, քանի տարեկան եք եղել։ 11 տարեկան։ 11 տարեկան եք եղել։ Մեր Արտուրը որ 11 տարեկան դառնա, պետք է այնց անենք, որ էլի Գիգորի դերը տանի, բայց Գիգորի ճակատագրին ուրիշ սցենա։ Հա, արդեն սցենարան հենց լինի, որ չմահանա Գիգորը։ Իսկ դու կարաս Համով ջան պապիկի նման լավ խաղաս։
Ես վիդեո եմ հանել ու գցել եմ YouTube։ Վայ, քաղցր ջան։ Բայց ինչով ես զբաղվում։ Ես Բարբի եմ վաղը գնալու։ Հա։ Դպրոց ես գնում։ Դպրոցը արձակուրդ եմ։ Վայ։ Երկրորդ դասարա, հա։ Հա։ Բա ինչ ես դառնա։ Ես ծրագրավորող։ Ման, իսկ չես ուզում։ Չես ուզում պապիկիդ հետ, չնայած պապիկդ մի ֆիլմում է նկարվել ու ճանաչած է դառել, իսկ դու չես ուզում, որ դու էլ մի ֆիլմում նկարվես, դու էլ ճանաչված դառնաս։ Հեշտ ճանապարհ ես ընտրում, գիտես։ Ուզես կինոն նկարահանես։ Դե համեն եմ ուզում համեն։ Վայ, քաղցր ջան։ Անչափ շնորհակալություն, որ չմերժեցիք այս հարցազրույցի համար։ Ձեզ ամենայն բարիք ենք ցանկանում, լավ օր, լավ եղեք։ Ես եմ շնորհակալ բոլորիդ։ Հաջողություն, առողջություն։ Հաջողություն ձեզ։ Իգորի պատմությունը վերապրեցինք ոչ միայն որպես գրական կամ կինոյի էջ, այլ որպես զգացում։ Եվ հենց Գիգորի դերակատար Ալբերտ Ղուլինյանն ասաց մի բան, որն այս պատմության էությունը ամփոփում է ամենաուժեղ կերպով։ Կցանկանայի, որ այլ Գիգորներ չլինեին։ Թող այս խոսքերը հնչեն որպես մաղթանք բոլոր Գիգորների փոխարեն, ունենալու պաշտպանված երջանիկ մանկություն։ Իսկ իմ ճանապարհորդությունը շարունակվում է։ Գյուղից գյուղ, պատմությունից պատմություն, հետևեք ինձ YouTube-ում, միասին բացահայտելու Հայաստանի անկրկնելի գյուղերն ու մարդկային պարզ, բայց խորը պատմությունները։ Այս ձևի պետակներ Հայաստանում մենակ ես ունեմ։ Ես չեմ տեսել այս բան։ Իսկ քանի տարի է որ զբաղվում եք մեղվապահությամբ։ 45 թվից։ Օ 40 տարի։ Հա, 40 տարի։ Մի կեսը նայեմ հարավ արևելք եւ հարավ արևմուտք, հարավին մոդիկա, դե պետք է հարավ նայի, բայց սովորական են պետակները հարավ են նայում, բայց քանի որ հնարավոր չի լաֆետի վրա դրած հարավ նայեն, թեկության վրա է դրած։ Կարակ մորրել եք դեպի տեղեք ես։ Թելը։ Ես մին պտտվել եմ արդեն։ Ինչ ծառեր ունեք։ Խնձոր տանց։ Խնձոր։ Կորիզավորները լրիվ փչացել են։ Դե մենք սրսկում բան չենք անում։ Հոնը լրիվ փչանում է, հմի բռնացա շատ ուժեղ, բամն են տարի ուժեղ բռնացա, բայց այդ ինչ հիվանդություն է։ Ձեր մոդել ակարկուկ եք։ Մեր մոտ լրիվ ջնջեց։ Այս տարի կար տավուշը լրիվ Այս ջնջեց։ տարի չի եկել կապ։ Մեր մոտ լրիվ ջնջեց, դե մենք դեղս ահա գինենք, էլի դեղս խաղող սաղ թափեց։ Ձվի չափ կարկուտա։ Գիտեմ, ես ընդդեմ Լրիվ ջնջեց։ հաղթանակում են հանքերը մենք ընկերները։ Իսկ ձեր մոտ հիմնականը ինչ են մշակում։ Ոչ մի բան։ Դաշտերը ամայի թողածա խոդար կատարը։ Օրինակ մեր մոտ հիմնականում դեղսն է խաղողն, ամեն տեղ դե մի բան կա, չէ՞ տեղ կա խնձոր են մենակ խնձորից։ Խնձորը սկի ասմես արա եկեք հավաքեք տարեք, քաղեք տարեք, Ես քաղում եմ մի կողմից թափեմ։ Արարատը իր մեղուներով էր հայտնի գյուղում, բայց պարզվեց նաև կարողանում է երգել։ Մի երգը ինքը, մի երգը Դավիթը, հետո էլ միասին, այս ձևի պահերը չեն բեմադրվում, ոնց ստացվում է, տենց էլ գնում է։ Այս էլ իր կյանքի մի պահն էր մեր տեսախցիկի մեջ, ոչ սցենար կար, ոչ պատրաստված խոսքեր, ու հենց դրա համար էլ հետաքրքիր էր։ Հավերջը, դե լասը, հետենալ ինչ ես ասում։ Ֆիդայներից որը կերքը։ Ֆիդայներ Հասո երկը։ երկը կարած երկել։ Ես ֆիդայներ երկը գիտեմ։ Հա, ֆիդայներ։ Հասո երկը երկի։ Գիտես հասո երկը։ Ահա բացվեց կարմիր արև, վար և պայծառեր օրը։ Չէ, չգիտեմ։ Դե ես ինչը գիտեմ, ես էլ Ռաբիս երկեր է երկում ու։ Ես ռամբիզ օրինակ ընդհանրապես չեմ երգում ու դեմ եմ։ Միտասի ամենասիրածս գործերից մեկը Գարունան, հա։
Սիրով կնվագեն Գարունան, Լորիկը, Կռուկը, բայց Գարունան շատ սիրում է։ Այսօր մի անգամ էլ եմ նվագում։ Ձունը, Գարունա ձունը եկել, դե դավայ նշում։ Ուշմանը դարձանք, են հարսանքից, աղբեր տղեք, գեղի միջին, իմ խանչալով դուրս կհանեմ, նրա սրտից վայ, փափակ սերը անուշի վայ, Սարո, այ սարո, վայ անարգ սարո, լույս արևը թող խավարի, չկա ինձանից քեզ, երբեք փրկություն։ Ամոթ քեզ մոսի, դուքուն նախատինք, Ամոթ քեզ նման գոհացի գիտիմ, դեր քո թիկունքը չեր տեսել գետին, են ոնց վերընկար դու սարի նման, երբ նայում էր քեզ ոսկերը կանգնած, կուջ եկար տակին սարոյից ընկան, վայ, 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 Տելապերիկա։ Շատ այնքան բան է երգում է սրտանց ու ճիշտ ձևով էլի։ Գնացինք։ Je parle le vento, qui nous mène le vento, ne pas connaître. Ma chositonna, achosh cheseli là jusqu'au sous nos fenêtres. Célèbre de garni qui nous sert, qui crie famine, toi qui poses à nous. La bohème, la bohème, ça voulait dire que tu es jolie. La bohème, dans les manches qu'un jour sur deux. Հաճախ միշտ լուսադեմ նստած կտավիդեմ վրցնելով քո մարմինը մերկությունը տանբից մարմինդ գից արգից քո մարմարե կոնքերը և միայն նարավոտ հոգնած բայց հիասկոտ շանակում ենք մեր կյանքը մի բաժակ սուրճ խմում ու սիրում իրար ու կյանքն էինք սիրում Da bohemner, mer bohema, Caheleik santarekan. Da bohemner, mer bohema, amen mekas hancharmi, asiazadiju. Je vais m'en faire un tour à mon ancienne adresse.
Ժանաղականեպլի նիրեմիղնիր լեղի կինոֆինաժենես Ոլդոն եսկալնի աղժիղ շնաթունե դվխոնյան էին սիբղիստա դասալու բոդեկյաղ մոմանդ խսունը թխիստելերի լասոմոն La bohème, on était jour, on était fou, La bohème, ça la rapplit d'yari, et tout. La 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 Ապրի Դավիթը։ Հիմա տատի քանի տարեկան եք դուք։ 83 Ջայել եք երևում մի դեպ։ աշխատողներ եմ ֆիզիկապես շատ եմ աշխատել, բացի հետ էլ ինչ ասեմ 4 անգամ վիրահատություն եմ տարել Աստված է ինձ պահում մենք չի որ Աստված ձեզ առողջություն տա։ շնորհակալություն Դուք հիմա մեր համար սուրճ եք դնում, ոնց հասկացա։ Օ, ջերմում Կփորձեք տեսնեք տարբերությունը որն է սուրճի, ծուխը, կոլոշի, ինչ սիրուն եմ։ Այնքան սեր ու երան դրեցիք մեջը Ու այնքան լավ պատրաստեցիք։ Ես առաջ անգամ էի ձերի պատրաստում։ դելա ոնց է Դառնա, բայց շատ լավն է։ Ես քաղցրի սիրահար չեմ։ մի քիչ ավելի Ես քաղցրի սիրահար չեմ, բայց շատ լավն է։ Շատ լավն է, իրոք լավն է Անչափ շնորհակալ ենք հյուրասիրության։ Ինքը դաժե դառնա շատ Կցանկանաք երկեմ Ինչ է ցանկանաս ես դուրա Ինքը ընդհանրապես նայ հնություն է սիրում։ Մենք արդեն իր ճաշակը հասկացանք։ Հա դե միանշանակ Ցախորդ օրերը սմրան նման Կուգանու կերթան Ցախորդ օրերը սմրան նման Կուգանու կերթան Շունենան կուգանու կերթան վհատելու չէ վերջ կունենան կուգանու կերթան Ձեր դրած համեղ սուրճին այսպիսի երեք է պակասում։ Շատ շնորհակալություն Ձեր այս նորմալ ծորերում շատ ուրախ եմ որ նկարվեցիք Գոնե մի փոքր ուրախացրեցինք ձեզ։ Ոչ թե մի փոքր ոնց որ
Ինչ ասեմ, նոր ծնված։ Իսկ մի բան հարցնեմ։ Դասեր գյուղում բոլորն են ձերպես հյուրընկալ։ Այո, մեր նոր ժողովուրդը հյուրասիրեն շատ։ Այո։ Հետի նորություն չի ճիշտ է։ Մի ձևով ասում են միամիտ են, բայց միամիտը հարց չի, ստի հարգանքի հարցն է։ Հիմա միամիտ չեմ, գալիս եմ տուն, ես հյուրասիրում եմ, բայց մեր տեն եմ ինչ-որ մի բան չկար։ Ասում եմ, դե երևի պետք է որ տարել, ուրեմն պիտանի Լավ արժեքներ ունեք։ թող լավ օգտագործեն, դա ինչ ասեմ, Աստված օրհնից ես։ ունեմ ես 4 երեխա, քուրս 3 ամուսնացել, ճյուղավոր բել, ունեմ 10 հատ ծոր, թաթոր, այդպես։ Շատ լավ է։ Դրա համար Աստված ինձ պահում է։ Որովհետև Ես դժվարություններն իմ կամքով չեմ ասել, որ առաջ եմ գնում կամ ինչ-որ կա։ Շատ բաներից եմ ծրծել, փորձանքներ, բայց Աստված ինձ պահապան է։ Աստված բոլոր լավ Բոլորիս ու բոլորի։ մաքուր մարդկանց կարևորը։ Ես իմ ասոր եմ անում, չգիտեմ։ Մի փոքր ներվում եմ, մեկ էլ տենում եմ մի հատ նորմալ Բաները։ համադրությունս բարձրացնող։ Ավետարան կարդում եք։ Կարդում եմ։ Հա, կարդացեք։ Շատ լավ եք անում։ Մեր հույսը պետք է Աստված լինի։ Ու ավետարանը հիմքն է, որով պետք է մենք ճանաչենք։ Ճիշտ գրված, որից պետք է չշեղվենք։ Այսինքն մեզ ուղղորդողը պետք է հենց ավետարանը լինի։ Ձեր տոնը շնորհավոր, այս փոքր Շնորհակալություն։ Ինչ ողամասա տվողամասի։ Ինչի՞ է։ Մաման ծառա։ Ինչ ծառներ։ Խանձոր։ Ես ես խանձորը հյուրասիրեցի։ Եղավ շատ շնորհակալություն։ Բախանձորը։ Խնդրում ենք ուզում անի։ Հարմամ սառնա։ Շատ համավա։ Դուք ես սառնեմ ասցի։ Քաղաքից։ Անչափ շնորհակալ ենք ձեր հյուրասիրության համար, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Շնորհակալություն Անի ջան։ Գոտվեք եկա։ Ես հոչին անա ազի։ Ծոծի հոզի ես ես մատուկտեմ։ Ինչ անեք ճոծի հոչ։ Կարենը վերցրեց, շնորհակալություն։ Կարմիրը վերցնեմ։ Դուք երկուսով վրատար եք, դու պաշտպան ես, իսկ որտեղ եք խաղում։ Ֆուտբոլի դաշտ թիմը։ Բայց թիմ էլ ունեք, թե չէ։ Ունենք։ Խաղում եք Հայաստանի առաջնություն մանկապատանեկան։ Չէ, էլ չի տա։ Շատ եք սիրում ֆուտբոլ։ Դա կարևոր է, էլի սիրելը կարևոր է։ Օրինակ ինչ որ հետաքրքիր պատմություն կա, որ իրար հետ օրինակ խաղացել եք կամ շփվել եք, ինչ որ հետաքրքիր պատմություն եք ունեցել։ Փոքր ժամանակ։ Ինչ պատմություն եք ունեցել հետաքրքիր։ Հետաքրքիր որ սաղ հավաքում ենք, տարբեր խաղեր ենք խաղում։ Հա։ Բայց ամենաշատը ֆուտբոլ։ Ամենաշատը ֆուտբոլն եք սիրում։ Իսկ խաղացել եք, ձեր մոտ խաղացել են ընդհանրապես չլիկ դաստա, հալամուլա, տենց խաղեր գիտեք։ Խաղացել եք, հա։ Բայց ձեր ասածը չի խաղացել։ Հա, չլիկ դաստան էլ է լավ խաղ երեխեք։ Չեք պատկերացնի ինչ լավն է։ Այդպես դե մի հատ էլ հաջող արեք, որ ես գնամ երեխեք ջան, ձեռով։ Ընկերավարի, սենց աղբերավարի։ Դե լավ մնացեք երեխեք ջան։ Աստված ձեր հետ։ Դասից էի գնում, տուն էի գնում դասից։ Չէ, ֆուտբոլից է։ Հա, ֆուտբոլից ապրեք, առողջ ապրելակերպա, մալադեց։ Հաջողություն ձեզ։ Իսկ ինչ հիշողություններ ունեք մանկությունից Վարուժսևակի հետ կապված։ Վարուժսևակի հետ կապված դե միշտ մեծերից լսել ենք իր մասին, փոքր եմ եղել, բայց մոտավորապես ինչ-որ բաներ վերում, բայց այն ժամանակով կմտածեք Սևակը տենց մեծությունա, որ ավելի մոտիկից հետարկրվել։ Հերս էր իրան միշտ ման տալիս, որովհետև գյուղի ման էր քշում Վիլիսը։ Ու հետևաբար առաջին օգնությունը ինքն էր չէ հասցնում։ Միշտ կանչում էր, որ իրան տան սարերը, ձորերը
շատ էր սիրում դաշտերը։ Սար որ գնում էին զուտ ինչ որ ստեղծագործելու, թե Ինքը ման սիրում էր, ասում է նստում էր ժայռի գլխին ժամերով, ես էլ սպասում էի երևի դրանով ինքը ինչ-որ բան էներգիա էր ստանում, էլ այդ սարերից, ձորերից ոգեշնչվում էր։ շատ էր սիրում, ասում հենց հնարավորություններն են, կանչում էր, ասում էր մի հատ ինձ տարես ինչ կողմը կամ Իսկ սիրում էր միայնակ լինել սարերում, թե ընկերների հետ։ միայնակ էլ է տարել, բայց կնոջ հետ էլ է գնացել։ Սրանք երեք են ծնվել։ Ոխ, ես ինչ լավն են։ Ինքն էլ է սիրում նկարվել, երևի մենք չէինք իմանում։ Ասեք երեք են ծնվել։ Գնացել են դաշտից ենք բերել։ Դաշտ են ծնվել։ Հա, դաշտն են ծնվել, գնացել բերել են։ Ո՞նց եք իմացել որ ծնվել է։ Զանգել ասել են։ Հա, մեկը իմացա տալիս։ Նայ, իր ձեռքից չեմ փոխ։ Ոչ։ Կընկնի, կբռնի անի մեղկա։ Մեղկա։ Սղում եմ։ Վայ քախտերներ ջան, ուրախանում եմ։ Մամուլներ ջան, ժողովուրդ ջան։ Հա։ Երկու ուլիկը երեք են ծնվել։ Այո։ Սիսնատերիլան, հա։ Ճիշտ են անում։ Հələ դուր քաղցր։ Վայ։ Խաղում ես հետները։ Դուք մեզի ճանապարհում եք։ Ապրեք։ Իմ քաղցրանում, իմ բարձրանում, իմ տարապած, իմ փարապանց։ Հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել։ Դու խաղի խշմարված վազ, վշտերդ ջուր ինքդ ավազ։ Դու բարդենի սաղարթաշատ, առունի վար փրված փշատ։ Դու կիսավեր ամրոց ու վերդ, մագաղաթյա մատյանի թերթ։ Դու զվարթնոց, ավեր տաճար, Կոմիտասյան տիրանիտար, դու ջրաղաց խորունք դրում, դու հորովել անուշ ծրում, փայլ գութանի արտատ խոպի, Օրես ինչ թույն դու ներ, կա միզակ, մկունդ կոպիտ, դու հայրենի ծխանիծուր, դու անգիր վետ, դու սասնատուր։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գտնվում ենք Պարուշ Սևակի դպրոցի մոտ։ Դու մրգրիշ տեմարան, դպրոցի ինչ վիճակում է հիմա։ Դու թավշեդեղց, դու փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ, դու Սիվանի վառվող կոհակ, Բայց ամեն դեպքում սենց էլ որ նայես պատմություն կա մեջը։ Խոսում վկա կոտորացի, ու վճիտ աչք ցամքած դացի, արդարության ահեղ ատյան, սերի պատյան, սիրո մատյան, միշտ հին նորին Հայաստան։ Ինչով եք զբաղվում, երեխեք ջան դուք։ Սովորում եք։ Դպրոցում։ Լավ եք սովորում։ Բայց սովորելուց բացի էլ ինչով եք զբաղվում։ Ես ֆուտբոլ եմ։ Դու էլ ես ֆուտբոլիստ։ Ձեր գյուղում ինչքան շատ կան ֆուտբոլիստներ։ Բա դու հարձակվող ես, կիսապաշտպան։ Պաշտպան ես։ Լավ ես խաղում։ Բայց պաշտպանը գիտես, չէ, ամենադժվար դիրքն է։ Պետք է ֆիզիկապես ամուր լինես։ Ես որ փոքրիկ եմ, 3 հատ գոլ ես փրկել, թե խփել։ Մալադեց, որ դու պաշտպանալով գոլ ես խփում, հալալ է քեզ։ Բարև տատի ջան։ Բարև ձեզ։ Շատ բարի, շատ բարի։ Մենք առաջ Մամոն ասաց որ փոքրիկ է։ Այս
Չէ, իրան է ինձ մի փոս Դե ճիշտ ասացիք մեր հետևից ցանկը։ Այդ սուտ է, այդ մեկը սուտ է։ Դրա համար չպիտի Երևան գյուղում չպիտի հարսանիք ոչինչ էր, հարորդի գյուղ։ Սուտ է։ Ես գնացել եմ հարսանիք, ինքը նկատել է, ես որ գնացել եմ հարսանիք, բնականաբար այդ տարիներին Բայց այդ նկարը հետ ավելի լավ է։ Բայց քննությունը այնքան էի բան ասում, այստեղ եք չերևաս, որպես ես քննություններս կարել։ Ձեր ծնողները բեմ էին երևի, հա։ Հա, ասում ես պիտի քննություններս լավ հասնեն, որպեսզի թոշակից չկատարեմ, չերևաս տեղեք։ Հա, չէ, ձգտումով եկա։ Իսկ լավ, նոր սերնդին ինչ կմաղթեք այդ ընտանիք կազմելու հարցում։ Դե հիմա սերունդը առաջվա նման չի որացենք։ Ցանկանանք որպեսզի իրանց ընտանիք։ Վեշտ համուր ընտանիք սկզբում իրար ճանաչեն։ Որ տվյալները Դե հիմա այդպես է։ մեկ լսում ես, որ ամուսնությունը ավելի քիչ է քան բաժանում։ Իսկ Երբեք չեմ ցանկանում ամուր այդպես ընտանիք ունենալու գաղտնիքը ինչու՞ն է։ Գաղտնիքը որ պիտի իրար հասկանան։ Մեկը մյուսին հասկան։ Փոխադարձ հասկացողություն։ Պիտի դավաճանեն։ Պիտի հարգանքով իրար հանդեպ հարգանքով լինեն եւ էլ իրենց վստահություն։ Երկուսը մի մեխիխ են։ Ոչ թե տարբեր։ Չէ, վստահ ամենից գլխավորը վստահությունն է, որ պետք է մեկը մյուսին վստահի։ Թե վստահություն չլինի, ընտանիք չի լինի։ Հիմնական է։ Ու քանի տարի է երկուսով նույն մեխին եք խփում։ Ղարաբաղ 50-ը լրացավ, 27, 25, 52 տարի։ 52 տարի։ Շատ սիրուն է։ Մենք էլ հիմա սկսել ենք նոր պրոյեկտ։ Այցելելու ենք գյուղեր, առաջի գյուղը սա է, Զանգակատունը։ Եվ փորձում ենք մարդկանց հետ շփվել, այսինքն շատը տատի պապիների ու երեխաների 1000 անգամ մենք ենք մեր սարերը կինոն նայես, ուզես էլի տես։ Ու մենակ եք կինոն չէ, այնքան հինգ այնքան կա, որ հան այում ես հան։ Հիմի պապինոները չես կարող մի անգամ դες։ Իմ ամենասիրած մանկության ֆիլմերից է ոսկեցնի։ Հեասինքն է, էլի, նի։ Մեկ է բան Կովկասի գերուհին չէր, չէ, Հարսնություն հյուսիսից։ Այդ է մեջը շատ խորոտ պահետ է։ Ես կտորնա երկիք եմ։ Այդ է հասի։ Իքորն եմ շատ սիրում, էլի շատ Այն որ չուզեն ասել ացն ես։ Միմինոնը։ Չես կարա չնայես, անդամ նայվում։ Երեխեք ո՞նց եք։ Դե միացել ինձի բարևեք։ Ձեռներով։ Վայ ապրեք դուք։ Էս ինչ անուշ երեխեք եք։ Սա մի քիչ հետո գործնագործ եք, չէ՞ խաղալու, որ նկարեմ։ Բայց խաղը որ դուք խաղում եք, այդ անուն չունի, ի՞նչ է, մեր մոտ օրինակ գործնագործ են ասում, ձեր մոտ ի՞նչ են ասում։ Ոայ, այդ ինչ հետաքրքիր անուն եք որոշել, դուք եք որոշողները։ Հա։ Հասկացա։ Իսկ ընդհանրապես գյուղում ինչ խաղեր եք խաղում, ինչով եք զբաղվում, մի քիչ կպատմեք երեխեք ջան։ Մենակ ֆուտբոլի դաշտ կա։ Ֆուտբոլ, գյուղի առաջնություն բան, փոքրերի բանը, տես չեք խաղում, ուրիշ գյուղերի հետ չեք խաղում ֆուտբոլ։ Մենք ուղակի հավաքում ենք գյուղամեջը, տենց ուղակի խաղում ենք։ Հա։ Մեծացել եմ, շուտով տոպտոց պետք է գնա։ Գնգն մաթե տետր գրիչ ու բայսա ես ունենա։ Բայց կորքը զեզու անում ու կասկասում հավին ծաղնում։ Մետիս տեսեք ասում ենա։ Կոսիկները թարս ակնում։ Ապրես դու։ Դե հիմա բոլորս Ռաֆոին ծափ ենք տալիս։ Դեմքս բացել, նայեք համոզվեք, որ թե ինչքան աշխատասեր խաղաղ մեղում։ Նայեք։ Նայեք։ Իմ խոսքի ամենասկզբում ես նշեցի, որ հեհերը հնագույն բնակ է։
բնակավայր է, իսկ բնակավայրի հնագույնները մենք հիմնականում կապում ենք նաև այլ բնակիչների հետ, ովքեր ծնվել են այստեղ, ապրում են այստեղ եւ իհարկե աշխատում են։ Եվ այս պահին մենք գտնվում ենք բնակիչներից մեկի Եփրեմ Գրիգորյանի տանը, ով մեղվաբույծ է եւ նախ շնորհակալություն ձեզ մեզ հյուրընկալելու համար Եփրեմ։ Եվ առաջին հարցս ձեզ, եկեք հասկանանք մեղվաբույծի եւ մեղվապահի կապությունը։ Աղբարով եք եկել մեր Շնորհակալ եմ։ երկուը, մեր աչքի վրա տեղ ունեք։ Մեզ համար շատ հաճելի է նման հանդիպումը։ Ուրեմն մեր հերերը շատ բնության ուղղա, որտեղ որ նաև շատ նպաստում է մեղվաբուծության եւ մեղվապահության։ Քանի մեղվա ընտանիք ունեք այս պահին։ Այս պահին ուրեմն մեղվանոցում դրված է 86-ը արկղ մեղվա ընտանիք։ Սակայն 86-ը լրիվ կայուն ընտանիքներ չեն, երկհարկանի ընտանիքներ չեն, որը նախապատրաստվում է մեղրաբեկ թերի։ Ուրեմն ես նաև լրացուցիչ մայրեր եմ բուծում, ինքս բուծում եմ մայրերը, որ լավ ընտանիքներից վերցնում եմ սերունդ եւ ստանում եմ մայրեր։ Հետագայում ասենք խոսքի ծերացած մայրերի փոփոխության համար եւ ասենք խոսքի ընթացիկ էլի տենց եթե կարամ նաև ցույց տալ, որ կան ընտանիքներ, երբ հարկանի են, երկու հարկում էլ աշխատում է մայրը, առանձնացրած, հենց օպերատորի դերերի նաև նշանակությունը դա է, որ մտածել ինչ արվում։ Երկու մայր աշխատում, ներքև վերև, աշխատում են ձվադրումը, առատ ձվադրում է լինում, ծագերը զարգանում են, ինչքան շատ քանակի մեղու, այնքան բանվորը շատ է, որ գնա դաշտ գա։ Հենց գալիս է մեղրաբերքի սեզոնից մի քիչ առաջ, օրեր ընթացք ես հանում եմ այդ լրացուցիչ երկրորդ մայրը, թողում եմ միայն, ասենք, խոսքի ծնված ձագերը։ Այդ մայրը տեղափոխում եմ, ասենք, ուրիշ նորից էլ նիկլուսային ուջուրի արկղերի մեջ, որը այն վերջում դրված են, դրանք են, իսկ նրանք, որը որ երկհարկանի դրված չի, դրանք էլ առանձին մայրական կազմերն են, որ էլի ծերացած մայրերի փոփոխության ծրագրերն են։ Իսկ ձագերը, ինչպես ասում են, հա, երբ են պատրաստ լինում արդեն հիմնական աշխատանքի հանձնել։ Ուրեմն ասեմ, աշխատող մեղուն, вообще-то մեղվի կյանքը ծնվող 21 օրից է ծնվում։ Ձվադրումից հետո 21 օր հետո ծնվում է։ Մայրերը ծնվում են 15-ից 17 օրերում։ Այս ամբողջը այսպես գեղեցիկ ներկայացրեցիք, հիմա կարծում եմ պետք է անպայման հիմա տեսնենք մեղուների աշխատանքը։ Ընտրեմ։ Հիմա կմոտիկանանք արկղին, ես ցույց կտամ, թե մեղուն արկղի ներսում ինչ դեր է կատարում եւ ինչ աշխատանք։ Այստեղ աշխատում, գնաց։ Հիմա ես կբացեմ արկղը, որտեղ մեղուն ներսն է կատարում աշխատանքը, դրսից բերած բերքի հաշվին։ Ներողությունս ես նայեք, ամբողջը ներքևի մասն էլ առաջին արկում է, էլի մեղուներ են։ Սա երկհարկանի է։ Երկհարկանի է։ Հիմա այս նոր դրված բանը ռամկան։ Ինքը մոմաթերթը գործելու է ներսի աշխատանքը։ Մոմաթերթն էլ եք դուք պատրաստում։ Ես իմ ձեռքով ցույց կտամ հեսա նորից ոնց սկսած փայտային աշխատանքից, մեխի աշխատանքը, լարերի ձգումը, մոմաթերթի կպցնելը, բոլոր աշխատանքներ ես եմ անում։ Եվ տեսել նայեք, այսպես խաղաղ մեղունը, այսպես ձեռքով եմ անում։ Ես փորձեմ համարձակվել։ Փորձեք։ Մի վախեցեք։ Տեսնեք, որ կան հանգիստ մեղուներ։ Այո, իսկապես երևում է, որ ինչպես ասում են, հանգիստ աշխատում։ Անգամ կարամ դեմքս բացել, նայեք, համոզվեք, որ թե ինչքան աշխատասեր խաղաղ մեղուն։ Նայեք։ Համոզվեցիք։ Այո։ Կատարում են ներսի իրենց աշխատանքը։ Բերած նեկտարը մշակում են հետագայում մեղրի համար։ Նաև հետաքրքիր էր, որ այսօր հենց ձեր IT ոնց որ նախատեսված չներ, որովհետև այս 2025 թվականին այս մեծ մեղվանոցում պետք է առնվազն ասենք խոսքի մի 10-20 հատ պարս եղածալներ, բայց դեռ առաջին պարսներ, որտեղ Համընկավ մեր այցի հետ, այո։ Ճիշտ ժամանակին եք եկել։ Հիմա ես ցույց կտամ, կակրած պարս ունենք, պարսը ցույց կտամ, մի քիչ առաջ որ ներկայացրեցին, պարսի process-ին, որտեղ որ ինքը խնձորի
այգու մեջ Խնձորի ծառի վրա Պարսը, որը հենց ինքը բնականون իր բնական ճանապարհով առանձնացել է մի ընտանիք մնացել է տեղում արկղի մեջ, երկրորդ ընտանիքն արդեն առանձնացել եկել Խնձորի ծառի վրա։ Հիմա ես ցույց կտամ Պարսը, որը մի քիչ հետո նորից տեղավորելու է մի արկղի մեջ, եւ ինքը դառնալու է ամենալավ, իդեալ ընտանիքներից մեկը։ Շատ լավ։ Այստեղ մեղուները երևում է, որ շատ դուր են, հավանաբար զրուցում են։ Տեղափոխում ինչպես եք կազմակերպում։ Տեղափոխումը Պարսը բռնելուն էլ իր ձևն։ Այո։ Ուրեմն կա արկղեր, փոքրիկ արկղեր, բաներ այդ թեթևոտ։ Դրա միջոցով ենք բռնում, բայց ես ունեմ ասենք խոսքի էլի, ոնց որ մեր հագուստն է, հագուստի ձևով ուրեմն պատրաստված մեր շոկատիպի, որը որ ես կբերեմ ասես կմոտիկացնեմ այս ճղին հարմար հատվածին եւ հաճախ ասենք խոսքի նաեւ թափ տալու միջոցով որպես ասենք թափ չտամ նորից ծավրվի կատարում եմ կամ բանի ռամկաների միջոցով ռամկայի վրա իրանք անցնում են ինչեւ մայրը իրանք մայրին էլ անցնելը լրիվ հավաքում են ռամկայի վրա եւ այդ ռամկան տեղափոխում գնում եմ իր իսկական հիմնական ընտանիք Երեք պրոցեսներ կա այդ պարզ բռնելու ձևերին։ Եթե ասենք ծառն ափսոս չկա, ես բնության մարդը չեմ կարող ծառը կտրել, հա, միայն Եվ ինքը կհեշտացներ ձեր աշխատանքը։ Չէ, ես ծառը չէի կտրի, հա, բայց հիմա կձգտեմ լավ ձևով իրան առանց Ոչ ծառին եք վնասում, ոչ մեղուներին, ոչ բնության։ Շատ լավ։ Ռամկանը ես եմ պատրաստում ինքս լավ որակով փայտից բոլոր աշխատանքներս իմ այն աշխատանքները մոմաթերքի աշխատանքը բոլորը սա ես եմ կատարում օգնում եմ օժանդակում եմ մեղվի զարգացման Մենք շատ ուրախ ենք ձեզ ընդունելու համար եւ աչքս աթոռին է որովհետեւ դա 70 տարեկան աթոռ է որը ես ամեն տունը մաքրելուց առաջ ուզում եմ գցել, տատիկը տանում պահում եմ։ Այսինքն ես պիտի գայի, փաստորեն այս աթոռին պիտի հնարավորություն ունենայի նստելու։ Այո, այդպես։ Սա Նատալիա տատիկի աթոռն է։ Այո, իր տան առաջին գույքն է, որ իրենք ամուսնացել է դրել են այսպես։ Ամեն անգամ ես ուզում եմ վերացնեմ, ինքը պահում եմ, մեկ էլ հայտնվում է տեղում։ Ուրեմն ես թվում է սայից հետո էլ չեք նետի։ Չէ, արդեն պահել։ Շատ լավ։ Ինքը ծագումով Շիրակի դաշտավայրից է, Արևիկ գյուղից, Գյումրեցուն յուրահատուկ, Շիրակի դաշտավայրին յուրահատուկ։ Այդպես ես, ախ ինչ եմ այդ աղջիկի ուտի պես հակակրանքի զգացում դրսևորեց, հետագայում երբ ճիշտ ասած, երբ իմացա պատճառն ինչ էր, հետո դե ընկերներում դե կուրսեցի աղջիկների հետ շատ մոտիկ հարաբերության մեջ էի, հետո այդ ժամանակ կուրսեցի աղջիկներին նաև եղբայրական վերաբերմունք են դրսևորում ուրիշ տղաների ոտնձգություններից պաշտպանելու համար եւ տղաներից մեկը ասում է շատ է դուրս եկել չես մոտիկացնի ես ուզում եմ իր հետ այլ մոտեցում ունենամ Ուշտարի աչքով ճիշտ ասած ես նայեցի եթե ուրիշների դուրն եկել ալա մի նայել զեյթի մեջ լավ բաներ կա դե վերջը մոտիկացանք ընկերացանք ու հետո այդ ընկերությունը վերածվեց սիրո 72 թվից 74 թվին ամուսնացանք Ընտանիքներ պետություն է, այո, դժվարությունները պիտի հաղթահարել հեշտի։ Ընտանիքներ մի փոքրիկ պետություն է, իր դժվարություններով։ Ինձ թվում է աղջիկները ավելի համարձակ եւ պահանջատեր են, քան տղաները անկեղծորեն։ Չգիտեմ որքանով են ճիշտ դիտարկել եւ ուսումնասիրել։ Ես այսպես եմ ուզում, ես այնպես եմ ուզում։
Ուզում եք երկուսով թեթևի տվեք, հասեք դրան։ Պետք չի արագ բաժանել։ Ապրեք շատ։ Հիմա մի հատ իրար նայեք։ Ահա։ Հավես է խնդու։ Ահա, ապրեք շատ։ Մի հատ էլ եկեք միասին լուսանկարվենք։ Լավ տատիկա։ Տատի ջան, դե պատմի քո մասին։ 19 տարեկանից եկել ես հերհերում ապրելու։ Ինչով ես զբաղվել այստեղ, տատի ջան։ Նախ ունեցել են երեխաներ 5, ասված պախի 4 տղա, մի աղջիկ։ 4 տղա, մի աղջիկա ընտրվել է բարձր կրթության այդ որ դուսնա ֆիլիսոփայա։ Նախարարը, երկիրը ինչ, կա ինքը գիտի, պատմության, մասնագետը, համալսարանի գերազանց հավարտերը, քանի տարի աղշատերը, դպրոցի դիրեկտոր, նրանց հետո աղշատերը, սովետի ժամանակ գաղտնի բաժնի վարիչ, նրանից հետո էլ եկավ մեր 2 տարի նորից մանկավարժ, հետո Երբ որ սովետը փոզվավ արդեն տարիքները հասավ անցան փոշակի, էդ է, նույն էլ հաս, էդ ենք։ Հերհեր գյուղի մասին ինչ հետաքրքիր բան մեզ կպատմես։ Գյուղի մասին, այո։ Գյուղը շատ խաղաղ, շատ լավ, մեկ մյուսին հարգող, մեկ մյուսին չդավաճանող, այդպիսի բան չկա։ Իրենց քրտինքով որը օրինակ բանի աղշատողը իրենց կրթության հետևեն, որը բան, որը շատ մարդկային, շատ տեղին են գյուղնավոր, ոչ մի բան չես կարա ասեմ, չեմ կարա ասեմ, օրինակ հարևանի հետ հաշտ համարաշ, գյուղացի մեկը մեկին չի դավաճանի, մեկ մյուսին ոչ մի բան, շատ աղաղ, շատ իրան իմացող, շատ մեկ մեկին հարգող, տնտեսությունա գյուղ ա եղել, բռնած ղեկավարներից, դա մինչև դուսկը հասարակ բանվոր, չեմ կարա ուրիշ բան ասեմ։ Ես քեզ մի հարցել ունեմ, տատի ջան։ Մեկն ես ասատարսն է։ Ինչ ես ուզում մաղթել բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են, լսելու են քո խոսքը, որովհետև դու շատ երկար տարիներ ես ապրել այս գյուղում, ամեն ինչ կարելի ասել տեսել։ Մեկ ինչ ասա, մեկ ինչ կներես որ ծանր եմ լսում։ Ոչ մի խնդիր, տատի ջան, ես նորից կհարցնեմ։ Ինչ կմաղթես բոլոր նրանց, ովքեր քեզ նայելու են հիմա։ Ինչ կմաղթեմ, իրանց առողջություն, հաջողություն, պարտաճանան չլինեն ծնողի հանդեպ, իմանան ծնողը ինչ գույն ունի։ Աղշարի հողի իրեցը առաջի թանգը կապիտալը ծնողն է, ով ծնողին լավ չիմանա են պետք է հաճուտի, են ստանա, ծնողին էտ է պետք, 14 նախար ենք եղել, աղշատեր ենք, անասուն ենք պախել, գյուղատնտեսություն ենք արել, աբրանք ենք պախել, մանկավարժ են,
Մենի կրտնքով պախեր են, բոլորն էլ հասել է բարձր խաղաղություն չէ, ոչ մեկն էլ ներքև չի մնաց, այդ մեր կրտնքի հաշվում։ Եվ վերջում էլ խաղաղություն լինի։ Վերջում էլ ուզում եմ այս հատը երկրին խաղաղություն, մեր երիտասարդներին առողջություն, ափսոսա 40 տարով մեր Հայաստանը ետ ընկա։ Ես կուզեմ այլևս Հայաստանի վրեն մեր վտանգավոր ճանճեր չվռա։ Ապրես տատի ջան, այնքան արժանի լինեն մեր ղեկավարները։ Իրար չքանդեն, ամոթա, բոլա իրար քանդեն, ով էլ միևնույնա հեշտ չի, հեշտը չի, խոսելը շատ հեշտ է, բայց շատ դժվար է, պետք է հարմարվեն, հաշտվեն, մեր ղեկավարությունը, մեր որ նստում են ինչը մոռացան։ Ոչինչ լավ, հետ էլ մի ասա, տատի ջան, ապրես։ Մյուսի հետ աշխարհ մեր երկիրը խաղաղության բերեն։ Շնորհակալ եմ տատի ջան, դու էլ միշտ լինես առողջ, ամեն անգամ մենք հյուրընկալվենք ձեր տուն եւ միշտ քեզ այսպես առողջ տեսնենք, լավ։ Խոստանում եմ ձեզ։ Ապրեք շատ։ Ավելին, առավելն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։ Այս տարի շատ գյուղեր չկարողացանք այցելել, բայց այնինչ տեսանք, լի էր յուրահատուկ ու գեղեցիկ պահերով։ Շնորհակալ ենք, որ միասին վայելեցինք այդ փոքրիկ ճանապարհը ու զգացինք գյուղերի ջերմ ու մարգային կողմը։ Մնացեք մեզ հետ, միացեք մեր էջին, բաժանորդագրվեք ու հետևեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տարվա նոր պատմությունները։ Մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։